Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել նրանից։ Թող Աստված մեզ խոնարհության հոգի տա, Սուրբ Հոգին տա, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա հասնել մեր սրտերին, սորեցնել մեզ այն, ինչ որ պետք է մեր կյանքում եւ որպեսզի Սուրբ Հոգով իրագործենք Աստծո Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը եւ արդեն հասել ենք 8-րդ դասին, եւ այս դասը կոչվում է 5 կտակարանի մարգարեությունների կատարումը։ Հիշելու համարն է Հովհաննես 5:36, սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որտեղ այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։ Ուրեմն կարդանք, Հիսուսը բացի հրաշքներից նաև մեջ է բերում, որ այսքան մարդկանց հավատքը ոչ միայն պետք է հիմնված լիներ հրաշքների վրա, այլ ավելի շատ Աստծո խոսքի վրա, որտեղ Աստծո խոսքը ունի բազմաթիվ մարգարեություններ Մեսիայի մասին, Փրկչի մասին, եւ այդ մարգարեությունները իրագործվեցին Հիսուսի կյանքում։ Եվ հիմնականում հենց այդ մարգարեությունների կատարումն էր, որ պիտի հավատ ներշնչեր մարդկանց։ Նշաններն ու հրաշքներն ինքնին նրա Մեսիա լինելու ապացույցը չեն, որտեղ շատ մարգարեներ երբեմն նաև կեղծ նույնպես հրաշքներ էին գործում։ Հովհաննեսը չգրանցեց նշանները պարզապես, որ դրանք մատնացույց էին անում մեծ հրաշագործի։ Նշանները, որոնց մասին գրում է Հովհաննեսը, Հիսուսին որպես Մեսիա մատնանշելու յուրահատուկ բնույթ էին կրում եւ ցույց տալիս, որ նա իսկապես եկել է Հայր Աստծո կողմից։ Կարդանք Հովհաննես 5:17, 20 եւ 36-38 համարները 5:17։ Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ։ 20 համարը։ Որտեւ Հայրը սիրում է որդուն եւ ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, եւ նրան էլ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։ Եվ 36-38 Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որտեղ այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։ Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ոչ նրա ձայնը երբևէ լսեցիք, ոչ նրա կերպարանքը տեսաք։ Ինչու՞, որտեղ չուզեցիք։ Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, այսինքն դուք Աստվածաշնչի դասատուներ եք, 5 կտակարանի դասատուներ եք, բայց դուք այդ խոսքը չունեք ձեր մեջ, որտեղ նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Ամբողջ հիմքը 5 կտակարանի, նոր կտակարանի, ամբողջ Աստվածաշնչի հիմքը կազմում է Հիսուս Քրիստոսը։ Նրա մասին է ամբողջ Աստվածաշունչը։ Եվ եթե մարդ ուսումնասիրելով Աստվածաշունչը չի հավատում Հիսուսին, իզուր է ամեն ինչ, որտեղ ամբողջ Աստվածաշունչը վկայում է Հիսուսի մասին։ Հիսուսը իրագործեց իր գործերը, նշանները ցույց տալու իր ծեր աշխատանքային հարաբերությունները Հոր հետ։ Երկուսը մեկ են։ Հիսուսը ասում է. Հայրն իմ մեջ է ու ես Հոր մեջ։ Եվ այդ գործերը ապացուցում էին դա։ Հիսուսի գալստյան նպատակը նրա գործերը կատարելն էր, ով ուղարկեց իրեն, որպեսզի այդ գործերը հայտնի դառնան աշխարհին, այսինքն նա եկավ անելու այն աշխատանքը, որի համար Հայրն ուղարկել էր իրեն, եւ այն գործերը, որոնք նա արեց, պարզորոշ վկայում էին, որ նա Հոր կողմից է ուղարկվում, որտեղ 5 կտակարանում կար գրած այդ ամեն ինչը, եւ ընդհանրապես պետք էր տեսնել այդ զուգահեռը, եւ նրանք տեսնում էին, բայց միևնույն է չուզեցին հավատալ։ Այսինքն, այնուհանդերձ, ինչպես արդեն տեսանք,
չնայած մեծազոր նշաններին եւ բազմաթիվ մարդկանց վկայություններին եւ նաեւ 5 կտակարանի վկայություններին, որտեղ այն ժամանակ չկար նոր կտակարանը, 5 կտակարանի մեջ կային մարգարեություններ Մեսիայի մասին եւ դրանք մեկ առ մեկ իրագործվեցին Հիսուսի կյանքում։ Եթե մենք չկարդանք 5 կտակարանը, մենք չենք հասկանա նոր կտակարանը։ Առանց նոր կտակարանի բարձրաբանման չենք կարող հասկանալ 5 կտակարանը։ Այսինքն երկուսը իրար լրացնում են եւ իրար բարձրաբանում են։ Ուրեմն ասում է մարդիկ նախընտրեցին չհավատալ։ Նախընտրեցին։ Մարդը ինքն է նախընտրում հավատա թե չհավատա։ Բազմաթիվ ապացույցներ կան հավատալու համար, բայց մարդիկ չուզեցին։ Կրոնական առաջնորդները հարցրեցին Հիսուսին. «Մինչև երբ ես մեր հոգին տանջելու, եթե դու ես Քրիստոսը համարձակ, ասա մեզ»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեզ ասացի» Հովհաննես 10:24-25. «Ձեզ ասացի, ու չեք հավատում, այն գործերը, որ իմ հոր անունով կատարում եմ, դրանք իմ մասին են վկայում»։ Եթե Հիսուսը գար եւ ասեր, որ ինքը Մեսիան է, կրոնական առաջնորդները փնտրելով այնինչ կարող էին գտնել նրա դեմ, անմիջապես կհարձակվեին նրա վրա։ Դա իմանալով, Հիսուսը փոխարենը մատնանշեց այն գործերը, որ ինքն է գործել։ Եթե Հիսուսն ասեր, որ Քրիստոսն է, նրանք կփորձեին շղթել դա։ Սակայն ինչպես կարող էին հերքել նշանները գործելու հրաշքները։ Այսինքն, դու կարող ես հերքել բառերը, բայց գործերը, ապացույցները չես կարող։ Դրանք համոզիչ վկայություններ էին, թե ով է նա եւ որտեղից է եկել։ Հովհաննեսը նաև դիմում է 5 կտակարանի արժանահավատությանը եւ մարգարեություններին, որոնք կանխատեսում են Քրիստոսի գործերը։ Ամբողջ նոր կտակարանն է մեջ բերում 5 կտակարանից, բոլոր ավետարանիչները մեջ են բերել, եւ Մատթեոսը, եւ Պետրոսը, եւ Պողոսը, եւ Ղուկաս, այսինքն Ղուկասը գրել է Պետրոսի ասացի հիման վրա, եւ Պողոսը իր թղթերում նոր կտակարանում բազմաթիվ տեղեր կա, որտեղ 5 կտակարանից մեջբերումներ են արված, որպեսզի ապացուցեն, որ Հիսուսը Քրիստոսն է։ Հիսուսով արդարացումը, այն թե ով էր նա, որտեղից էր գալիս, ինչ արեց եւ ինչ կանի, հիմնված է Աստվածաշնչի, այս դեպքում 5 կտակարանի վրա։ Կարդանք Հովհաննես 5:39-40։ Դուք քննում եք Սուրբ Գիրկը, կարծելով, թե դրա մեջ է գտնելու հավիտենական կյանքը, սակայն դա էլ վկայում է իմ մասին, բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք, ուղղակի չեք կամենում։ Նաև կարդանք 46 եւ 47 համարները, որտեղ եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել, բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպես պիտի հավատաք։ Այսինքն դուք հավակնում եք, որ դուք ուսուցիչներ եք Աստվածաշնչի, Մովսեսի գրքերի, բայց դուք Մովսեսին չեք հավատում։ Այդ ինչ ձևի ուսուցիչներ եք դուք։ Իբր թե մեկնաբանում եք Մովսեսի գրվածները։ Եվ եթե ուզենայիք, պարզ տեսնում եք ապացույցը, որ Մովսեսը իմ մասին է գրել, այսինքն Հիսուսի մասին է գրել։ Բայց նույնիսկ տեսնելով դա, դուք չուզեցիք հավատալ։ Այսինքն, եթե այդ ապացույցին չեք հավատում, էլ ոնց ինձ կհավատաք։ Բոլոր ավետարաններում Հիսուսը բազմիցս շեշտադրում է Աստվածաշնչի արժանահավատությունը որպես իր գլխավոր վկայություն։ Օրինակ Հիսուսը հաճախ է օգտագործում 5 կտակարանի իրադարձությունները, որպեսզի բացահայտի իրեն եւ այն, ինչ ինքը գործում է։ Օրինակ նա հղում է անում թվեր 21:5-9 համարներում նկարագրվող իրադարձության։ Այսինքն, երբ որ հրեաները բողոքեցին Մովսեսի դեմ,
ասին բերել էստեղ, որ մեսովից մահացնես, այս մանանան ինչ ամեն օր մանանային կուտում եւ այլն եւ այլն։ Աստված իր ձեռքը քաշեց, որպեսզի իրենք տեսնեն, որ ամբողջ հետօրհնությունները Աստծուց է, եւ օձերը սկսեցին կծել անապատում, որտեղ անապատում միշտ էլ օձ կա։ Բայց Աստված թույլ չէր տալիս մինչև դա, որ օձերը կծեին իրենց։ Եվ հիմա, երբ որ իրանք տրտնջացին, Աստված քաշեց իր ձեռքը եւ օձերը սկսեցին կծել։ Աստված իր սահմանափակումը վերցրեց օձերից։ Եվ նրանք սկսեցին մեռնել։ Եվ խնդրեցին Մովսեսին, որ Հիսուսին, այսինքն Աստծուն աղոթի։ Մովսես աղոթեց Աստծուն եւ Աստված ասեց, որ բրոնզե օձ դիր, բրոնզից օձ ձուլիր եւ դիր, որպեսզի ով որ նայ այդ օձին բուժվի։ Եվ այդպես էլ եղավ։ Այդ օձերի խայծը, կծածը, այդ թույնը խորհրդանշում է մեր մեղքերը։ Միայն մեր մեղքերն են, որ թունավորում են մեր կյանքը։ Մեր բարձրագոչ եսը, որ թունավորում է մեր կյանքը։ Ոչ թե այլ մարդիկ, ոչ թե իրադարձությունները, այլ մեր մեղքերն են։ Եվ իհարկե այլոց մեղքերն էլ, որ մեր դեմ են ուղղված, թունավորում են մեր կյանքը։ Այսքան մեղքն է, որ թունավորում է մեր կյանքը։ Ուրեմն մեղքից բուժվելու համար ինչ էր պետք։ Հովհաննես 3:14 Եվ ինչպես Մովսես անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա։ Հետո ասում են, որպեսզի ով որ նրան նայի, բուժվի իր մեղքերից, հավիտենական կյանք ունենա։ Այստեղ Հիսուսը ոչ միայն անդրադառնում է պատմության, այլև օգտագործում այն իրեն մատնանշելու համար։ Ըստ էության նա արժանահավատ մեկնաբանություն է տալիս, թե ինչի ուզում փոխանցել պատմությունը։ Ոչ միայն Հիսուսը, այլ նաև ուրիշները օգտագործում էին 5 կտակարանը Հիսուսին մատնանշելու համար։ Օրինակ, Հովհաննեսի ավետարանի սկզբում մենք կարդում ենք Փիլիպոսի խոսքերը Հովհաննես 1:45 գտանք նրան, ում մասին գրել են մարգարեները եւ Մովսեսը, ում մասին գրված է 5 կտակարանում օրենքի մեջ։ Կարդանք Հովհաննես 13:18 Ձեր բոլորի համար չեմ ասում, այդ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է, ով ինձ հետ հաց էր ուտում իմ դեմ դարձավ, այսինքն ինչ գրված, որտեղ գրված, 5 կտակարանում գրված, այսինքն նորից մեջ է բերում 5 կտակարանից Հիսուսը եւ Հովհաննես 17:12 Եվ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, որ նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը նորից, այսինքն մարգարեություն կար։ Եվ այդ մարգարեությունը իրականացավ, գրվածը, 5 կտակարանում գրվածը։ Հովհաննես 19:24, 28:36 Հովհաննես 19:24 Արդ նրանք միմյանց ասացին. եկեք այն չպատրենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ում կընկնի, որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է Սաղմոս 22:18-ի մեջ ասում է. իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին եւ իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին, այսինքն եւս մի մարգարեություն, որ կատարվեց։ Եվ 28-ը Դրանից հետո Հիսուսը իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց ծարավ եմ, նորից, այսինքն 5 կտակարանում այդ մարգարեությունը կար եւ 36 համարը։ Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը։ Որտեղ գրվածը 5 կտակարանում մարգարեությունը, այսինքն Ելք 12:46, Թվոց 9:12, Սաղմոս 34:20, որտեղ գրված էր. նրա ոսկորը չպիտի փշրվի
Եվ մեկ այլ գրված է ասում. պիտի նային նրան, որին խոցեցին Զաքարիա 12:10, այդտեղից է այս մեջբերումը։ Այսինքն բոլոր ապացույցները կար Աստվածաշնչից, որ իրոք Հիսուսն է փրկիչը, բայց այդ ազգի ղեկավարները գերադասեցին չհավատալ։ Իր ինքնության մասին կրոնական առաջնորդների հետ քննարկման ժամանակ Հիսուսը հաստատեց Աստվածաշնչի առանահավատությունը։ Առաջին հայացքից թվում է, թե դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ կրոնական առաջնորդները հավատում էին Աստվածաշնչին, կարծես թե հավատում էին, բայց իրականում իրենց գործերը ցույց տվեցին, որ չեն հավատում։ Իրենք միայն ձևը ունեին հավատքի, այսինքն ձևեր էին թափում։ Այնուհանդերձ նույնիսկ նրանց հետ Հիսուսը շեշտում էր գրքի արժանահավատությունը, որ ցույց տա, թե ով է ինքը, անկախ նրանից, թե որքան կարծրասիրտ են նրանք եւ որքանով են փորձում հակազդել այդ զորեղ համոզմունքին։ Մինչդեռ Հովհաննեսը 5 կտակարանից բազմաթիվ ուղղակի մեջբերումներ ու ակնարկներ է արձանագրում, որոնք բացահայտում են, որ Հիսուսը Մեսիայի վերաբերյալ 5 կտակարանի խոստման իրականացումն է։ Օրինակ Հովհաննես 1:23-ը եւ Եսայա 43-ը, որ ասում է անապատում կանչողի ձայնն է, պատրաստեք ճամփան փրկչի համար։ Դա բերված է Եսայա 43-ից։ Հովհաննես 2:16-17 Հովհաննես 2:16-17 Նա աղավնավճարներին ասաց դրանք այստեղից վերցրեք եւ իմ հորտունը վաճառատուն մի դարձրեք, եւ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է, որտեղ Սաղմոս 69:9 Քո տան նկատմամբ նախանձախնդրություն ինձ պիտի ուտի։ Հովհաննես 7:38 Ինչպես գիրքն է ասում, նորից, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասած նկատի ունենալով հոգում, որն ընդունելու էին նրան հավատացողներ, որտեղ Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Ուրեմն ինքը Հիսուսը իրեն ներկայացրեց որպես կենդանի ջրերի աղբյուր։ Եվ Երեմիա 2:13-ում, եկեք կարդանք Երեմիա 2:13 որտեղ այդ համեմատությունը այդտեղից էր, որտեղ իմ ժողովուրդը երկու չարություն գործեց, ինձ կենաց ջրի աղբյուրին լքեց։ Այսինքն դա հենց նույն Աստված էր, որ եկել էր իրենց մոտ։ Իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։ Նորից Հիսուս ուրեմն այդտեղ բերում էր 5 կտակարանից։ Եվ բոլոր, ինչպես քիչ առաջ ասացի, բոլոր հեղինակները նոր կտակարանի բերում էին 5 կտակարանից համարներ, որոնք ցույց էին տալիս, որ Հիսուս նազովրեցու կյանքը, մահահարությունը եւ Աստծո աթոռին նստելը 5 կտակարանի մարգարեությունների կատարումն է։ Եվ թեև Հիսուսն աշակերտների միտքը շարունակաբար ուղղում էր դեպի սուրբ գրությունները, որոնք կանխատեսում էին նրա ծառայությունը, աշակերտները երբ հասկացան վերջապես, որ դրանք խոսում են Հիսուսի մասին, միայն այն բանից հետո, երբ նա մահացավ, հարություն առավ եւ ապա հայտնվեց նրանց, նրանք վերջապես հասկացան դա։ Հովհաննես 2:22 Երբ նա մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ սրա մասին էր խոսում եւ հավատացին Սուրբ գրքին եւ Հիսուսի ասած խոսքին։ Հիսուսն ասաց կրոնական առաջնորդներին. դուք քննում եք Սուրբ գիրկը, կարծելով, թե դրա մեջ է գտնելու հավիտենական կյանքը, սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Այսինքն Սուրբ գիրկը վկայում է իմ մասին։ Եթե դուք անկեղծ լինեիք, դուք դա կընդունեիք, որտեղ պարզ գիտեք։
Կան տարբեր կարծիքներ, սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ Հիսուս Նազովրեցին իրականացրել է 5 կտակարանի հարյուրավոր մարգարեություններ։ Ինչը եւ բացահայտում են Հովանեսում գրած համարները, Հովանես 12:13։ Ուրեմն, արմավենու ճյուղեր վերցրին եւ նրան ընթരാճ ելավ ուրեմն հաջորդ օրը երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց ժողովուրդ այսքան որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, արմավենու ճյուղեր վերցրեց եւ նրան ընթരാճ ելավ աղաղակելով Օվսաննա, ինչը գրված է Սաղմոս 118:25-ում, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Սաղմոս 118:26, Իսրայելի թագավորը։ Նորից պարզ երևում է, որ Հիսուսն է Մեսիան, նաև Հովանես 12:14-15։ Հիսուսը մի ավանակ գտավ եւ վրան նստեց, ինչպես որ գրված է։ Այսինքն, հենց այստեղ մեջբերում է արված Զաքարիա 9:9-ից։ Դա մարգարեություն էր, որ կատարվեց։ Մի վախեցիր, ով դու Սրճիոնի, ահա քո թագավորը գալիս է էշի խորակի վրա նստած։ Հովանես 13:18։ Ձեր բոլորի համար չեմ ասում այդ, ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է, ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ, որտեղ էր գրված Սաղմոս 41:9։ Այսքան հենց ուղիղ մեջբերում է Սաղմոսներից։ Հովանես 19:37։ Եվ մեկ այլ գրվածն ասում է, նորից ուղիղ մեջբերում է 5 կտակարանից, Զաքարիա 12:10-ից. Պիտի նայեն նրան, որին խոցեցին։ Ինչու այս մարդիկ չէին ուզում ընդունել։ Ուրեմն, ինչ մինչ այժմ ուսումնասիրեցինք այս բոլոր հատվածներում ցույց է տալիս, որ Հիսուսն իրոք խոստացված Մեսիան է, այն մեծ հույսը, որին սպասում էր իր ժողովուրդը, եւ այնուամենայնիվ կրոնական առաջնորդներից շատերը ժողովրդի հոգեվոր ղեկավարները փոխարենը նրա ամենամեծ թշնամիներն էին։ Ինչու՞։ Որովհետև Հովանես 8:13 կարդանք։ Մի րոպե։ Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասաց. Թեև ես իմ մասին եմ վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որտեղ գիտեմ, թե որտեղից եմ եկել եւ ուր եմ գնում, իսկ դուք չգիտեք, թե որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։ Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որտեղ ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ինձ ուղարկեց։ Եվ ձեր օրենքում իսկ գրված է, երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է, ես ինքս եմ վկայում իմ մասին եւ իմ մասին վկայում է նաեւ Հայրը, որն ուղարկեց ինձ։ Ինչպես է վկայում 5 կտակարանի միջոցով, մարգարեությունների միջոցով։ Առ նրան հարցրին, որտեղ է քո հայրը, Հիսուս պատասխանեց, դուք ոչ ինձ գիտեք, ոչ էլ իմ հորը, եթե ինձ ճանաչեիք, իմ հորն էլ կճանաչեիք։
28, նաև 28 համարից Հիսուսը նրանց ասեց. երբ մարդու որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, եւ ինքս ինձ այնց ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրն ինձ սորեցրեց, այն եմ խոսում, ով ինձ ուղարկեց ինձ հետ է, ինձ մենակ չի թողել, որտեղ ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է։ Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։ Այսինքն շատերի աչքերը բացվեց եւ էլ չէին նայում, թե ինչ էին ասում այս ղեկավարները։ Ուրեմն Հիսուսն ասում է, որ նրանք ոչ իրեն են ճանաչում, ոչ էլ հորը։ Նրանք երկուսին էլ պետք է որ ճանաչեին, սակայն այդ մասին այդ մարդիկ ինքնախաբեության էին տրվել։ Նրանք այնքան տարված էին իրենց սեփական ավանդույթներով ու փիլիսոփայությամբ, որ Հիսուսին իրենց առջև ունենալով, ով գործում էր գործեր եւ խոսում խոսքեր, որ զորավոր կերպով վկայում էին հոր մասին, այնուամենայնիվ մերժեցին նրան։ Երկրորդ, Հիսուսն ասում է նրանց. դուք ներքևից եք, երկրից, Հովհաննես 8:23։ Եվ նրանց ասաց. դուք ներքևից եք, իսկ ես վերևից, դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ Այլ կերպ ասած, որքան էլ կրոնավոր լինեին, նրանք հոգևոր աստվածապաշտ մարդիկ չէին։ Նրանք, ինչպես 2 Տիմոթեոս 3:5-ում գրված է, արտաքուստ աստվածապաշտ են, բայց միայն այդքանը։ Նրանք ունեին արտաքին բարեպաշտություն, բայց ներքին անհավատություն։ Ուրեմն 2 Տիմոթեոսի մեջ Պողոսը ում մասին է գրում, որտեղ արդեն ապագայի մասին է գրում։ Նորից քրիստոնեական եկեղեցու կրոնական առաջնորդների մասին է գրում։ Եկեղեցիների առաջնորդների մասին է գրում, որ այդ մարդիկ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց ուրացած են, իրենք իրենց մեջ անհավատ են։ Որքան կարևոր է այս մարդկանց, ովքեր ղեկավար են, կրոնական ղեկավարներ են, կապ չունի որ եկեղեցու, խորանալ իրենց մեջ, ուսումնասիրել, համեմատել իրենց, Հիսուսի հետ եւ տեսնել, արդյոք իրենք գոնե մի քիչ մոտիկ են Հիսուսի նկարագրին, թե ոչ։ Սա նորություն չէր, որովհետև Եսայա 29:13-ում գրված է, որտեղ այդ ժողովուրդն իր բերանով է մոտենում եւ իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, եւ նրանց ինձ պատվելը մարդկանց սորեցրած հրաման է։ Այսքան իմ իսկական պատվերները թողել են մարդկանց սորեցրած հրամաններն են անում։ Հենց այս միտքը կրկնեց Հիսուսը դարեր անց, երբ ասաց Մարկոս 7:7. զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել։ Աստծո խոսքը թողած, իրանք իրանց ավանդույթներ, իրենց պատվիրաններն էին դրել եւ դրանք էին մատակարարում մարդկանց եւ դրանցով էին տարված։ Դրա համար էլ անհավատ էին դարձել։ Նրանց մարդկային ուսմունքները, մարդկային պատվիրանները այս աշխարհից են։ Եվ ինչպես Հիսուսն այն ժամանակ ասաց, ես այս աշխարհից չեմ։ Շատ վատ էր, որ այդ մարդիկ ինքնախաբեության մեջ էին։ Եվ հիմա էլ լիքը քրիստոնյաներ, շատ քրիստոնյաներ, մանանդ ղեկավարներ ինքնախաբեության մեջ են։ Ողբերգությունն ավելի խորացավ, որտեղ նրանք մոլորության մեջ գցեցին նաև ուրիշներին, թեև որ բավական հետաքրքիր է, Հովհաննեսը գրում է, ինչպես նոր կարդացինք, որ այս համարներում ներկայացված խոսակցության արդյունքում շատերը հավատացին նրան, փառք Աստծո։ Այսպիսով, չնայած վատ առաջնորդությանը, շատ հրեաներ կարողացան հաղթահարել այդ արգելքներն ու անձամբ հասկանալ, թե ով է Հիսուսն իրականում։ Դրա համար այսօրեն մարդիկ, որ առիթ են որոնում չգնան եկեղեցի, քարոզիչը սենց է, այս մարդիկը նենց են, այն մարդիկը նենց են, արդարանելու տեղ չկա, որտեղ այս մարդիկ ունեին առաջնորդներ, ովքեր մոլորության մեջ էին գցում իրենց։ Այնուամենայնիվ, լսելով Հիսուսին, իրենք անկեղծ էին եւ արդեն շրջանցելով
այդ ղեկավարներին, իրենք իրոք ընդունեցին ճշմարտությունը։ Հասկացան, որ թեև այս ղեկավարները սխալ են, բայց իրենք Հիսուսից կարող են ճշմարտությունը իմանալ։ Հիմնականում ղեկավարները ճիշտը ասում են, այսինքն բարեպաշտության տեսք ունեն, իրանց քարոզները ճիշտ են հնչում, պետք է լսել, ինչպես Հիսուս ասեց, պետք է լսել եւ կատարել ինչ որ ասում են, բայց պետք չէ հետևել իրենց օրինակին, սա շատ վտանգավոր է։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի դարի փափագից H662-670 կներեք։ Կարդանք Էլեն Ուայթի Քրիստոսի տեսանելի դասերը H105։ Ճշմարտության ոսկե գանձերը վստահված էր իր ժողովրդին։ Հրեական կեսակերպը, որ կրում էր երկնքի կնիքը, հիմնել է ինքը Քրիստոսը։ Դիպարների եւ խորհրդանիշների մեջ քողարկված էին փրկագնման մեծ ճշմարտությունները, սակայն երբ Քրիստոսը եկավ, հրեաները չճանաչեցին նրան, ում մատնանշում էին այդ բոլոր խորհրդանիշները։ Նրանք իրենց ձեռքում ունեին Աստծո խոսքը, սակայն սերնդեսերունդ փոխանցվող ավանդությունները եւ սուրբ գրքերի մարդկային մեկնաբանությունը նրանցից թաքցրեց ճշմարտությունը, ինչպես այն Հիսուսումն է։ Նույնը անում են այսօրվա կրոնականները։ Իրենց ավանդույթներն են հորինել, իրենց մեկնաբանություններն են դրել, որոնք բոլորովին համապատասխան չեն աստվածաշնչյան մեկնաբանությանը։ Սուրբ գրությունների հոգևոր նշանակությունը կորավ, ամբողջ գիտելիքի գանձատունը հասանել էր նրանց, սակայն նրանք չհասկացան, չուզեցին հասկանալ։ Աստված մարդկանցից չի թաքցնում իր ճշմարտությունը։ Իրենց որդեգրկերպով նրանք դա անհասկանալի են դարձնում իրենց համար։ Այնքան խառնաշփոթ են ստեղծում, որ ոչ իրենք են սկսում հասկանալ, ոչ էլ մյուսները։ Քրիստոսը հրեա ժողովրդին բազմաթիվ վկայություններ տվեց, որ ինքը Մեսիան է, սակայն նրա ուսմունքը վճռական փոփոխություն էր պահանջում նրանց կյանքում։ Վճռական փոփոխություն, ահա, որն էր պատճառը, որ իրենք չուզեցին ընդունել Հիսուսին, եւ այսօր էլ շատ մարդիկ չեն ուզում ընդունել Հիսուսին, ինչու՞, որովհետեւ վճռական փոփոխություն պիտի անեն իրենց կյանքում, իսկ նրանք վախկոտ են, համարձակություն չունեն դա անելու։ Բայց իհարկե, եթե անկեղծ լինեն, եթե խնդրեն Աստծուն, Աստված այդ վախը կհանի իրենց մեջից եւ իրենք կդառնան համարձակ եւ Աստծո շնորհքով կանեն այդ վճռական փոփոխությունները իրենց կյանքում։ Նրանք տեսան, որ եթե ընդունեն Քրիստոսին, պետք է հրաժարվեն իրենց նվիրական սովորություններից ու ավանդույթներից, իրենց եսասիրական ամբարիշտ գործելակերպից, անփոփոխ հավիտենական ճշմարտությունը ձեռք բերելու համար զոհաբերություն էր անհրաժեշտ։ Ուստի նրանք չընդունեցին կարևոր վկայությունը, որ Աստված կարող էր տալ Քրիստոսի հանդեպ հավատ ձևավորելու համար։ Նրանք ասում էին, որ հավատում են հին կտակարանի գրքերին, սակայն հրաժարվում էին ընդունել վկայությունը Քրիստոսի կյանքի եւ բնավորության վերաբերյալ։ Նրանք վախենում էին, որ հանկարծ դարձի կգան եւ ստիպված կլինեն հրաժարվել իրենց կանխակալ կարծիքներից։ Ավետարանի գանձը, ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը իրենց մեջ էր, բայց նրանք մերժեցին երկնքի շնորհած մեծագույն պարգևը։ Հիսուսը մեծագույն պարգևն է մարդկային ցեղին։ Եվ այսօր մարդիկ չեն ուզում թողնել իրենց կանխակալ կարծիքները։ Չեն ուզում անկեղծ լինել եւ ընդունել ճշմարտությունը։ Ուզում են հին ավանդույթներով, հին կյանքով շարունակել ապրել, որը տանում է դեպի կորուստ։ Թող Աստված օրհնի մեզ այս հետագա շաբաթի բոլոր օրերին, որ մենք լինենք անկեղծ ինքներս մեզ, որ մենք չկարծենք, թե մենք սուրբ ենք եւ սրբության պատկեր առնենք մեր վրա, բայց ներսից գաշանքով լցված լինենք։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք բացենք մեր մտքերը, մեր սրտերը իր խոսքի հանդեպ եւ պատրաստ լինենք վճռական փոփոխությունների, պատրաստ լինենք թողնելու մեր կանխակալ կարծիքները եւ մեր եսասեր կյանքը եւ սկսելու ապրել նոր կյանքով, Քրիստոսի կենդանի խոսքով։
Խմենք Քրիստոսի կենդանի աղբյուրից։ Աստված մեզ օգնական։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։